Աշխարհահռչակ աստղագետ, գիտնական, նրա անունով է նաև Բյուրականի աստղադիտարանը։ Այո, իհարկե, մեծ աստղագետ։ Գիտեմ, որ աստղագետ է եղել ու ծննդով եղել է Վարդենիսից։ Անվանի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը, որտեղ 1934 թվականին հիմնադրել եւ ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-41 թվականներին եղել է նույն համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1953 թվականին ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1946-88 թվականներին եղել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր տնօրեն։ 1947-93 թվականներին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ։ 1961-63 թվականներին Միջազգային աստղագիտական միության նախագահ, 1966-72 թվականներին Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահ։ Վիկտոր Համբարձումյանը մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին։ Թաղված է Բյուրականում, մեծ աստղադիտակի շրջակա գերեզմանատանը։ Հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ գրքերի։ 1950-90 թվականներին ընտրվել է բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ընտրվել է 40 ակադեմիայի եւ գիտական կազմակերպության պատվավոր անդամ։ ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր, Հայաստանի ազգային հերոս։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն հայրենիք շքանշանով։ Բյուրականում գործում է տուն-թանգարան։ Տեղադրվել են հուշարձաններ Երևանում, Բյուրականում եւ Վարդենիսում։ Սահմանվել է Վիկտոր Համբարձումյանի անվան Հայաստանի Հանրապետության միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում։ Թողարկվել է թղթադրամ, նամականիշ։ Երևանում անվանակոչվել է դպրոց եւ փողոց։ Վիկտոր Համբարձումյանը հայ ժողովրդի ամենահեղինակավոր մտավորականներից է։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Հայրորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է 20-րդ դարի երևակայի ամենից հանրահայտ եւ նշանավոր գիտնականին Վիկտոր Համբարձումյանին։ Մեր հաղորդման հյուրն է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Բարի գալուս, պարոն Միքայելյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Աստղագիտությունից հեռու գտնվող մեր բոլորիս համար Վիկտոր Համբարձումյանին ճանաչում ենք որպես 40 ավելի քան 40 ակադեմիաների անդամ, մեր ակադեմիայի նախագահ, երկար տարիների Բյուրականի հիմնադիր եւ այլն։ Սակայն ինչի համար է, ինչ է արել նա որպես գիտնական աստղագիտության կամ ֆիզիկայի ոլորտում, որ նման հանրահռչակման աշխարհաճանաչության է արժանացել։ Իրոք եւ ցավոք Համբարձումյանի մասին բոլորը գիտեն, բայց ցավոք շատ քչերը գիտեն, թե ընդհանրապես ինչ գիտական արդյունքներ կամ նվաճումներ ունի, որը գլխավորն է, որովհետեւ ի վերջո այդ բոլոր պաշտոններն էլ, կոչումներն էլ, մրցանակներն էլ մարդը ստանում է արած գործի դիմաց։ Իսկ այդ գործը շատ ավելի կարևոր է։ Եվ երևի մեր մեղքն է նաև, որ հարամաճելի ձևով չենք ներկայացնում կամ բավականաչափ չենք ներկայացնում։ Ես կնշեմ մի քանի արդյունքներ պիտի ներկայացվեր։ Այո, վերջերս մենք իհարկե մի փոքրիկ գրքույկ ենք թողարկել Համբարձումյանի կարևորագույն գիտական արդյունքները, հարամաճելի ձևով հայերեն եւ անգլերեն զուգահեռ ներկայացրած։ Դա շատ լավ կլիներ, որ մեծ տպականակով տարածվեր։ Մենք ինքներս մեր ուժերով իհարկե մի փոքր տպականակով պատրաստել ենք, բայց հիմա ես կներկայացնեմ մի քանի երևի կարևորագույնները նրա արդյունքներից, որոնց համար գիտեք, որ ոչ մի հայ Նոբելյան մրցանակ չի ստացել առ այսօր։ Եվ Համբարձումյանը ամենամոտն էր, շատ հայեր կային, որ մոտ էին Նոբելյան մրցանակ ստանալու, կան նույնիսկ այդպիսի հոդված Նոբելյան մրցանակի թեկնածուները, հայ թեկնածուները։ Համբարձումյանը իմ կարծիքով գոնե 3 արդյունքի համար կարող էր ստանալ։ Ես հիմա առաջի հերթին այդ 3-ը կնշեմ եւ հետո եւս մի քանի ուրիշ կարևոր արդյունքներ։ Նախ Համբարձումյանը բացի աստղաֆիզիկայից լուրջ աշխատանքներ ունի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտում։ Տեսական ֆիզիկայում Համբարձումյանը ռուս գիտնական Իվանենկոյի հետ միասին տեսականորեն հայտնաբերել է նեյտրոնը։ Այսինքն որ ատոմի միջուկը բոլորս գիտենք բաղկացած է, հիմա բոլորը գիտեն։ Նեյտրոնի համար կարող էին Նոբելյան Այո, միայն դրա համար կարող էին, որովհետև ընդամենը դրանից 2 տարի անց
անգլիացի գիտնական Չեդվիկը արդեն էքսպերիմենտալ ձևով, փորձարարական ձևով հայտնաբերեց եւ ստացավ Նոբելյան մրցանակ։ Իդեպ ասեմ, Նոբելյան մրցանակի սկզբունքներից ելնելով, եթե այսօր դա լիներ, հաստատ միասին կտային, համատեղ կտային։ Այն ժամանակ երևի դեռ այդ սկզբունքները լավ ձևավորված չէին, բայց Համբարձումյանը երբ որ հուշեց փաստորեն, որ այդպիսի չեզոք մասնիկ պետք է լինի ատոմի միջուկում բացի պրոտոնից, իսկ միջայց շատ սխալ կարծիքներ կային, կարծում էին էլեկտրոններն են միջուկում եւ այլն, մի խոսքով դա շատ կարեւոր տեսական ֆիզիկայի աշխատանք էր, արդյունք էր։ Դա մեկ, երկրորդը նույնպես 30-ական թվականներին, հիմնական այս տեսական աշխատանքները 30-ական թվականներին են տեղի ունեցել, զարմանալիորեն Համբարձումյանի տակամին երիտասարդ, նույնիսկ կարելի ասել 30-ը չլարացած տարիքում, քանի որ նա 1908 թվի ծնված է, ինչպես հայտնի է։ Ձեր թվարկած այդ աշխատանքները 30 դեռ չեն բոլորին։ Այո, 30-ական թվականին, այս իմ ասածը 30 թվականին էր արված։ Իսկ մյուսը, որ 36-37 թվականների աշխատանք է, Համբարձումյանը մաթեմատիկական ապարատ ստեղծեց աստղակույտերի տարածական բաշխումը վերականգնելու համար։ Ուրեմն դա հրատարակվեց բնականաբար աստղագիտական ամսագրում եւ որպես լավ արդյունք աստղագետների կողմից ճանաչվեց, բայց այնուհետեւ մեծ տարածում չգտավ։ Ինչպես օրինակ հիմա, եթե մի աշխատանք հրատարակում ամբողջ աշխարհը իմանում է։ Դրանից 40 տարի անց կենսաբանները բժշկագիտության ոլորտում ստացան Նոբելյան մրցանակ համակարգչային տոմոգրաֆիայի համար։ Եվ այդ մրցանակաբաշխության ժամանակ Ալան Կորմակը, ստացողներից մեկը, հենց հայտարարեց, որ այս աշխատանքի համար Համբարձումյանը դեռ 40 տարի առաջ կարող էր ստանալ Նոբելյան մրցանակ, քանի որ ճիշտ նույն ապարատ իրենք վերցրեցին, կիրառեցին մարդու արդեն, գիտեք, մարդու ուղեղը, ընդհանրապես ներքին օրգանները ուսումնասիրում են տոմոգրաֆիայով տարածական բաշխումը ստանալու համար։ Այդ մեթոդները փաստորեն հիմքը դրել էր Համբարձումյանը, բայց աստղագիտական աշխատանքի համար, աստղակույտերի համար։ Այսինքն երկրորդ Նոբելյան մրցանակը։ Դա նույնպես, ես այս երկուսը բերում եմ օրինակ, որտեղ ռեալ ստացել են Նոբելյան մրցանակ այդ աշխատանքների կամ դրանց հարակից աշխատանքների համար։ Երրորդը իհարկե շատ կարևոր էր, որ Համբարձումյանը առաջինն էր, որ տիեզերքի ճիշտ տարիքը կարողացավ հաշվարկել։ Նույնպես տեսական հաշվարկներ էին, բայց մինչ այդ ուղղակի ամատության համար ասեմ, մինչ այդ 1000 անգամ սխալ գիտեին տիեզերքի տարիքը։ Կարծում էին 1000 անգամ ավելի մեծ է։ Երբ որ իրական տարիքը մոտ է 10 միլիարդ։ Տիեզերքի տարիք հաշվելը դա շատ բարդ է, այո։ Ականջի համար շատ խորտ է հնչում եւ մանավանդ 30-ական թվականներին, երբ որ ընդհանրապես մարդիկ, ասում եմ, 1000 անգամ սխալանքով տարբեր կարծիքներ կային։ Եվ նույնպես անգլիացի Ջեյմս Ջինս կար, որը դրել էր տարիքը որպես 10 տրիլիոն տարեկան, Համբարձումյանը ապացուցեց, որ 10 միլիարդի մոտ է։ Եվ այսօրվա գնահատականները, երբ որ այսօր բավական ճշտությամբ արդեն գիտենք, մոտ 13.8 միլիարդ տարի է, շատ մոտիկ է հենց Համբարձումյանի գնահատականին, որ սրանից 80 տարի առաջ փաստորեն հաստատել էր։ Նույնպես այնպիսի կարևոր աշխատանք է, որ դրա համար Նոբելյան մրցանակ հաստատ կարելի էր տալ։ Այս երեքից բացի զարմանալի, որ ոչ մեկն էլ այս երեքից հայտնի չէ ժողովրդին, հիմնականում ավելի շատ գիտեն, որ Համբարձումյանը հայտնաբերել է աստղասփյուռներ, նոր գոյացություններ տիեզերքում, որտեղ տեղի ունենում աստղավաճառություն։ Հաղորդման շնորհիվ մեծամեկիցները կիմանան, որ առնվազն 3 անգամ մեր անվանի հայրենակիցը պետք է արժանանար Նոբելյան մրցանակին։ Շատ իմիջիայլոց աշխատանքներ կան Համբարձումյանի, համարյա բոլոր աշխատանքները Համբարձումյանի, այսպես ասում են, դարակազմիկ աշխատանքներ են։ Իրոք մի կարևոր խնդիր լուծել է աստղաֆիզիկայում։ Շնորհակալություն պարոն Միքայելյան, հարգելի բարեկամներ, այժմ դիտենք վավերագրական կադրեր Վիկտոր Համբարձումյանի գործունեության վերաբերյալ եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ահա եւ մեր մեծ աստղահայրը Վիկտոր Համբարձումյանը։ Տարապանքի ու մահվան անդունդից դեպի երջանկության աստղերը, ահա մեր ժողովրդի դարավոր ճանապարհը, նրա դարերի երգը։ Դասախոսների հին սերնդին փոխարինելու եկան նորերը, նրանց աշակերտներն ու երիտասարդ զինակիցները։ Ահա նա, աստղագիտության աստղը, մեր ժողովրդի հանճարի խորհրդանիշը։
Վիկտոր Համբարձումյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի ու միջազգային գիտական ընկերությունների խորհրդի պրեզիդենտն է։ Անգլիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի եւ բազմաթիվ այլ երկրների ակադեմիաների պատվավոր անդամ, Կանբերայի, Սորբոնի, Պրագայի, Բելգիայի Լիեժ քաղաքի համալսարանների պատվավոր դոկտոր, Երևանի պետական համալսարանի աստրոֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Դե, ինչ նորություններ այնտեղից, մեր Պարավիկ գալակտիկայի խորքերից, Պարավիկ, գուցե հնարավոր է որոշել նրա տարիքը։ Այո, հնարավոր է։ Նա մի քանի միլիարդ տարեկան է։ Դա հաշվել է Վիկտոր Համբարձումյանը։ Առաջ այն կարծիքը կար, թե նոր աշխարհների առաջացման process-ը տիեզերքում վաղուց ի վեր ավարտված է։ Ականավոր սովետական աստրոֆիզիկոսը ապացուցել է, որ մեր ժամանակներում էլ տեղի է ունենում երիտասարդ աստղերի կազմավորում։ Այսպիսով, համաշխարհային աստղագիտության մեջ բացվեց մի նոր գլուխ։ Պարոն Միքայելյան, ինձ համար լրիվ հայտնություն էր, որ Համբարձումյանի ծննդյան օրը սեպտեմբերի 18-ը մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում հռչակված է որպես աստղագիտության օր։ Ճիշտն ասած, հաղորդումը պատրաստելու ընթացքում այս փաստին հասու եղա եւ դրան է գումարած այս տարի սեպտեմբերի 18-ին լրանում է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 110-ամյակը։ Կլոր Հոբելյան, եւ որը պարտավոր ենք պետականորեն կամ ամբողջ ժողովրդով նշել։ Որից է բան նախատեսվում է անել։ Իհարկե։ Նախ ասեմ, որ այդ օրը աստղագիտության օր հռչակելը սիրող աստղագետների նախաձեռնությունն էր։ Պետք է շնորհակալ լինենք դրանց, որ բավական մեծ ստորագրահավաք եղավ եւ ներկայացվեց երկրի նախագահին եւ ի վերջո դա ընդունվեց։ Այսինքն դա պետականորեն է։ Այո, պետականորեն ընդունված է։ Աշխարհում ընդհանրապես ասած չկա աստղագիտության օր, մեկ օր։ Տարբեր երկրներում տարբեր ձևերով նշում են։ Երբեմն տիեզերագնացության օրն են համարում համատեղում ապրիլի 12-ը։ Սիրող աստղագետները եւս երկու օր ունեն Գարնանը եւ Աշտանը, բայց այդքան տարածված չէ։ Այնպես որ կարծում եմ շատ ճիշտ ժամանակին էր եւ իրոք Հայաստանի դեպքում, քանի որ Հայաստանը փոքր երկիր լինելով այդպիսի բարձր մակարդակ ունի աստղագիտության, արժի որ մենք իսկապես ունենանք եւ նշենք եւ շատ ճիշտ օր է հենց ընտրված։ Ինչ վերաբերում է 110-ամյակին, մենք նախատեսում ենք մի շարք միջոցառումներ եւ գլխավորը կլինի դա միջազգային կոնֆերանսը, որ սեպտեմբեր ամսին է լինելու 17-ից 21-ը։ Դրանից առաջ, մեկ շաբաթ առաջ նախատեսում ենք միջազգային ամառային դպրոց, այդպիսի կարգավիճակով երիտասարդական հավաքներ գոյություն ունեն, կոչվում են ամառային դպրոցներ, որտեղ սովորում են երիտասարդները պրոֆեսիոնալ բարձր մակարդակի գիտնականների աջակցությամբ։ Դասախոսություններ են լինում, գործնական պարապմունքներ եւ այլն։ Դա նույնպես մենք այդպիսի շարք ունենք դեռ 2006 թվին հիմնադրված եւ ամեն 2 տարին մեկ անգամ այդպիսի դպրոց անցկացնում ենք։ Նույնպես նվիրված է Համբարձումյանի 110-ամյակին։ Եվ այնպես է մտածված, որ այդ դպրոցի մասնակից երիտասարդ աստղագետները միաժամանակ կարողանան հաջորդ շաբաթ մասնակցել նաեւ մեծ կոնֆերանսի։ Այսինքն կարող ենք համոզված լինել, որ 110-ամյակը հավուր պատշաճի միայն մեր երկրում կնշվի։ Իհարկե, այդ երկու միջոցառումը արդեն բավականաչափ լուրջ է, կան մի շարք ուրիշ միջոցառումներ նաև տարվա ընթացքում, ավելի փոքր մասշտաբի։ Շատ բարի։ Հարգելի բարեկամներ, դիտենք եւս մեկ անգամ վավերագրական կադրեր Վիկտոր Համբարձումյանից եւ շարունակենք մեր հաղորդումը։ Անցել է համարյա 16 դար այն տարիներից հետո, երբ հայտնագործվեցին հայ տարերը, հայ գիրը, հայ գրշությունը։ Прошло 16 веков с тех пор, как были созданы армянский алфавит, армянская книга, армянская письменность. Сегодня трудно переоценить ту роль, которую сыграли создатель армянского алфавита Месроп. Президент Академии наук Армянской ССР Виктор Амбарцумян.
Պարոն Միքայելյան, օգտվելով այն հնարավորությունից, որ մեր հաղորդման հյուրը այսօր դուք եք, բյուրականի աստղադիտանից խոսենք, արդեն շուրջ 70 տարի է, մի քիչ էլ գուցե ավել, բյուրականի աստղադիտանը մեր ժողովրդի կամ մեր երկրի այցեկարտերից է։ Աստղադիտանի այսօրը եւ ծրագրերը ինչպիսին է վիճակը։ Ես կարող եմ օբյեկտիվ գնահատել եւ լավ եւ որ Համբարձումյանի ժամանակվա խորհրդային միության այդ համակարգի ներուժը այդ պոտենցիալը համեմատելու չէ, սակայն բոլոր դեպքերում իհարկե, բայց նաեւ ասեմ, սա միայն մեր մեղքը չէ, այլ աշխարհում շատ մեծ նշանակություն է տրվում հիմնարարգիտությանը եւ աստղագիտությանը մասնավորապես, այդ պատճառով վերջին մի քանի տասնամյակում կտրուկ թռիչք եղավ աստղագիտության զարգացման մեջ։ Այդ շակերտների մեջ իհարկե մեր մեղքը չէր, այսինքն մենք այդ նույն թռիչքաձև զարգացումը չենք կարող ակնկալել Հայաստանում, մանավանդ անկախ Հայաստանում, երբ որ հազիվ մարդիկ առաջին տասնամյակում երևի օրվաղացի խնդիր էին լուծում։ Դա միայն ֆինանսների պակասով է պայմանավորված։ Իհարկե, մեծ ֆինանսներ ներդրվեցին աստղագիտության մեջ։ Ես ասեմ, որ 50 տարի եթե հետ գնանք, աշխարհում բավական բարձունակ վիճակ էր, շատ քիչ երկրներ կային, որ զարգացած աստղագիտություն ունեին, եւ Հայաստանի այդ վիճակը էապես երևում էր, այսպես ակնառու երևում էր, որ Հայաստանը փոքրիկ երկիր լինելով, ես ասում եմ Հայաստանը հենց շեշտելով, որտեղ խորհրդային միության մեջ նույնիսկ Հայաստանը առանձնանում էր, դա ամբողջ խորհրդային միության աստղագիտության մասին չէ խոսքը։ Աստղագիտության աշխարհային կենտրոններից էր, չէ, առանձնացած։ Այո, աշխարհային կենտրոններից մեկն էր, ես կարող եմ ասել, որ մեր խոշոր դիտակը 2.6 մետր 100 տրամագծով դիտակը, երբ որ տեղադրվեց 1976 թվականին, աշխարհում 7-րդն էր։ 7-րդ խոշորագույն դիտակն էր։ Այսօր նա հետ է մնացել 50-րդ է մոտորապես։ Այսինքն տեսեք, կառուցվել են նոր ներդրումներ են արվել խոշոր տարբեր երկրների կողմից, նրանք առաջ են գնացել, մենք նույնիսկ եթե մի փոքր էլ զարգացում էլ համարենք ունենք իհարկե, որ զարգացում կասեմ այդ մասին, բայց տեմպերը շատ ավելի զիջում են աշխարհի համաշխարհային զարգացած երկրների տեմպերին եւ կամ հերոյ է ցանկալի լինելուց։ Այո, իհարկե, բայց մյուս կողմից պետք է օբյեկտիվ գնահատել, որտեղ Չէ, ուզեն այդ զիջել բառը մանավանդ Վիկտոր Համբարձումյանը այս մայնդապատկերում Դե տեսեք, բայց մյուս կողմից իհարկե պետք է հասկանանք, որ Հայաստանը լինելով փոքր երկիր, իր եւ տարածքով եւ բնակչությամբ եւ տնտեսական ցուցանիշներով առաջի հերթին պետք է ասել, ֆանտաստիկ երկիր է աստղագիտության տեսակետից։ Այդպիսի երկիր չեք գտնի աշխարհում, հենց հիմա էլ, ոչ թե Համբարձումյանի ժամանակ, այլ հենց հիմա, որ Հայաստանին համեմատելի այդ ցուցանիշները ունենա, տնտեսական եւ այլն, բայց աստղագիտություն ունենա ընդհանրապես չունեն աստղագիտություն կամ եթե ունենել միայն սաղմնային վիճակում, այսինքն տարածքով ներուժով տնտեսությամբ մեզ այսինքն մենք լիդեր ենք, երևի աստղադիտարանը չէ։ Շատ, մենք իհարկե մի քիչ ծիծաղելի կներ համատվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կամ Ֆրանսիայի կամ Գերմանիայի, պարզ է որ այդ հարցում զիջում ենք, ցանկացած հարցում ենք զիջում, եթե համատվենք, բայց օրինակ նման երկրների շարքում Հայաստանը իրոք լիդեր է եւ բոլորն են զարմանում, որ ձեզ մոտ աստղադիտարան կա, ձեզ մոտ աստղագիտություն կա։ Իհարկե այդ հիմքերը հասկանում ենք, որ դրվեց խորհրդային միության ժամանակ Համբարձումյանի շնորհիվ, բայց մենք կարողանում ենք պահպանել այդ առումով ես հպարտ եմ։ Այնուամենայնիվ մենք շատ ավելի բարձր ենք, քան բազմաթիվ երկրներ։ Մոտ 100 երկիր ընդհանրապես աստղագիտություն չունի աշխարհում, կեսը համարյա երկրների։ Կես ոչ միայն աստղադիտան, այլև աստղագիտություն չունեն, այո։ Դե իրոք այդ դեպքում կրկնակի հպարտություն պետք է ապրենք նման պայմանների համար։ Հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ դիտենք վավերագրական կադրեր եւ շարունակենք մեր հաղորդումը։ Բյուրականի հրադիտակները թափանցում են տիեզերական անհունները եւ զարմանալի հայտնություններ պարգևում համաշխարհային գիտությանը։ Ժամանակակից աստղագիտության մեջ էլ հայ ժողովուրդը փայլեց, ունենալով այնքան նշանակալի ներդրում, որ առանց դրա անհնար է պատկերացնել կամ ուրվագծել տիեզերքի կառուցվածքի ու զարգացման մասին գիտության արդի վիճակը։ Բյուրականի աստղադիտարանից դուրս են եկել գաղափարներ, որոնք համայն աշխարհի աստղագիտական մտքի նվաճումն ու բարձանքն են համարվում։ Անկած երկրներով այնպես էլ էլեկտրոնիկ էներգիայից եւ թերմալ արգելից։
Դուք ասեք, հիմնական ձեր նպատակը ինչ է, գրել հավասարումներ, թե տանալ վերաբաշխման ֆունկցիան, որը կարող է օգտագործել տեղափոխման տեսականներ եւ այն աշխատանքները, որոնք կատարվում են։ Առաջին մեծ նվաճումը աստղասփյուռների հայտնագործումն էր Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Պարզվեց, որ աստղերը առաջանում են ոչ թե միայնակ, ինչպես կարծում էին մինչ այդ, այլ մեծ խմբերով, միաժամանակ, եւ որ շատ կարեւոր է, աստղառաջացումը տիեզերքում շարունակվում է նաեւ այժմ, մեր աչքերի առաջ։ Հայ աստղագետների շնորհիվ աշխարհը գիտակցեց, որ ամբողջ տիեզերքը ապրում է բուռն կյանքով։ Պարոն Միքայելյան, ուրախ տրամադրություն ստացվեց մեր հաղորդմանը, սակայն փորձեմ մի քիչ ավելի ռեալիստական գուցե դիրքերից հարցադրումս ուղղել։ Ասեցիք ամբողջ աշխարհում 100 երկիր չունի, մեր դիրքերը համաշխարհային աստղագիտության ոլորտում համաշխարհային առաջատար են կամ առաջատարներից մեկն են եւ այլն, փոքր երկրների, փոքր երկրների քանակով, տարածքով եւ տնտեսությամբ, այդ տեսանկյունից աստղագիտությունը մեր երկրում վերջիվերջո ապագա ունի թե չէ։ Հասկանալի է, Վիկտոր Համբարձումյան, Բյուրական, տասնյակ մեր մյուս հայտնի աստղագետներ, բայց ներկա պայմաններում ապագա ունի աստղագիտությունը։ Ես միանշանակ կարծում եմ, որ այո, որովհետև նախ աստղագիտությունը աշխարհում դառնում է բնական գիտությունների առաջատարը, այդպիսի տենդենս կա։ Եվ կարող եմ շատ պարզ բացատրել ինչու։ Իդեպ վերադառնանք Վիկտոր Համբարձումյանին, սկսեմ այդտեղից։ Դեռևս 80-ական թվականներին անցած դարի Համբարձումյանը միտք արտահայտեց, որ աստղագիտությունը 21-րդ դարում կդառնա գլխավոր գիտությունը։ Նա չբացատրեց ինչու։ Եվ ես նույնիսկ դժվար եմ ասել, նա պատկերացնում էր, թե իր ինտուիցիայի, նա շատ ուժեղ ինտուիցիա ուներ, թե ինտուիցիայի շնորհիվ էր զգում այդպիսի բան, թե նա ռեալ էր պատկերացնում ինչ տեղի կունենա։ Հիմա ես ձեզ կարող եմ ռեալ ասել ինչ է տեղի ունեցել եւ ինչու է այդպես ստացվել։ Որովհետեւ բոլոր գիտությունները, լինի դա քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, երկրաբանությունը, բոլոր բնական գիտությունները երկրի վրայի ուսումնասիրություններում հագեցել են արդեն ինչ որ այստեղ հնարավոր է անել, հիմնականում արել են։ Իհարկե շատ դեռ բաներ կան, բայց բոլորը ցանկանում են օգտագործել տիեզերական տվյալները նաև։ Հայացքը պետք է ուղղել դեպի տիեզեր։ Այո, որովհետև դա կտրուկ փոխում է, զարգացնում է այդ գիտությունները։ Օրինակ երկրաբանները, եթե միայն երկիրն են ուսումնասիրում, կարծում եմ կողքը մոլորակներ կան, որ առաջ շատ հեռու էր այդ միտքը, որ կարելի է նրանք էլ ուսումնասիրել այդ մանրամասնություններով։ Իսկ հիմա աստղագետները նրանց կեղևներն են ուսումնասիրում, բոլոր գոյացությունները եւ բազմաթիվ օրինակներ են բերում, որ համեմատության մեջ ինչքան շատ ավելի լավ կարելի է հասկանալ երկրի, ասենք, գոյացությունները։ Նույնը քիմիան, բազմաթիվ քիմիական տարրեր հայտնաբերվել են տիեզերքում, որ հետո են սինթեզվել երկրի վրա։ Աստղագիտությունը մեր հանրապետությունում Այսինքն բավականին լավատեսական ապագա է սպասում։ Ընդհանրապես աշխարհում եմ ես ասում, աստղագիտությունը այսօր միջճյուղային եւ բազմաճյուղային գիտությունների առաջատարն է։ Իսկ այդպիսի գիտություններ արդեն առաջացել են, օրինակ աստղակենսաբանություն կա, աստղաքիմիա կա, նույնիսկ աստղաինֆորմատիկա, որովհետեւ մեծ թվերի, գիտեք, հիմա ինֆորմատիկայում այսպես մեծ աղմուկ է, չէ՞, մեծ թվերի մասին է անդադ խոսքը, եւ մեծ թվեր ամենաշատը գալիս են տիեզերքից բնականաբար, ամենաշատ թվեր, ամենաշատ տարեր, չգիտեմ, գոյացություններ տիեզերքում գոյություն են։ Դրա համար իսկ խելամիտ չէր լինի, ասենք քիմիկոսները վերցնեին իրենց խոշոր դիտակները կառուցեին, որ ուսումնասիրեին տիեզերքը։ Բնականաբար նրանք գալիս են համագործակցելու աստղագետների հետ, նույնը կենսաբանները։ Հուսադրական ֆոնի վրա մեկ փաստ հիշեցի, դեռ կարծեմ 15 տարեկան էր ընդհանրապես Վիկտոր Համբարձումյանը Երևանի համալսարանի պրոֆեսոր դասախոսական կազմի առջև հատուկ դասախոսություն է կարդացել, իսկ ուսանող ժամանակ, ուսանող տարիներին 15 գիտական հոդված է հրապարակել, որը նույնպես ոչ մի տրամաբանության մեջ կարծես չի տեղավորվում։ Մեր հաղորդումը նաև դիտում են դպրոցականներ եւ ուսանողներ։ Ինչ խորհուրդ կտաք նրանց աստղագետ դառնալու։ Այո, շատ կարևոր խորհուրդ իրենց պետք է տամ, քանի որ բազմաթիվ զրույցներից երիտասարդների հետ ես զգացել եմ Վիկտոր Համբարձումյաններ ունենանք։ Իհարկե, մենք շատ տաղանդավոր ժողովուրդ ենք, միանշանակ ես դա պնդում եմ, որովհետև շփվել եմ աշխարհի բոլոր գիտնականների հետ, բոլոր ազգերի ներկայացուցիչների։ Հայ ժողովուրդը երևի իր մտավոր, իր խելքի ճկունությամբ, այսպես ասեմ, ամենաբարձրերից մեկն է աշխարհում։
եւ պոտենցիալը այսինքն շատ մեծ է, մնում է սովորել, որպեսզի պրոֆեսիոնալ դառնալ, որովհետեւ մենք պրոֆեսիոնալիզմով շատ զիջում ենք հիմա, նույնիսկ մեր այսօր գիտնականները այս միջավայրում չեն կարող այդպես պրոֆեսիոնալ լինել, ինչպես ասենք Գերմանիայում։ Աստվածատուր խելքը կա, սակայն կա, հարկավոր է բայց հսկել։ ցավոք, այո, պայմանները չեն բավարարում։ Երեխաներին եւ երիտասարդներին ես պետք է խորհուրդ տամ, որ միայն այսօրվա արժեքներով չառաջնորդվեն, քանի որ իրենք ապրելու են նաև վաղը 5 տարի հետո, 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո, իրենց գլխավոր տարիները կյանքի հետո են գալու։ Ոնց կարելի է այսօրվա արժեքով առաջնորդվել եւ ասել վազել դառնալ մի ինչ-որ բան, որ այսօր է գնահատվում միայն։ Պետք է հասկանալ, որ ապագայում շատ փոխվելու է իրավիճակը։ Իսկ ինչպես դա հասկանալ, դրա ուղին էլ կարող եմ ցույց տալ, նայեք զարգացած երկրներին։ Հայաստանը ինչ էլ անի, մեկուսի չի կարող զարգանալ այս աշխարհում։ Ի վերջո գնում է զարգացած երկրների հետևից։ Մի քիչ հետ ընկած, մի ինչ-որ ոլորտում 5 տարի հետ ընկած, մի ոլորտում գուցե 50 տարի հետ ընկած, մի ոլորտում 20 տարի հետ ընկած, բայց ի վերջո եթե մենք նայում ենք զարգացած երկրներում ինչքան բարձր է գնահատվում գիտությունը, բնականաբար մեզ մոտ էլ է գալու շուտով այդ ժամանակաշրջանը։ Եվ մենք տեսնում ենք, շատ մարդիկ եթե փորձեն համատել Կարևորը դրա ասած խելքով հետ ընկած չեն, առաջադեմ։ Այո, իսկ դրանով մենք այդ դրանով մենք հաստատ ավելի հաջողության կհասնենք, քան նույնիսկ գերմանացիներն ու ֆրանսիացիները կամ մեկ այլ։ Շնորհակալություն եւ հաղորդումը ավարտելուց առաջ եւս մեկ անգամ հիշեցնեմ, դուք երիտասարդներին հորդոր կարդացիք, որ 15-ամյա Վիկտոր Համբարձումյանը եւ դասախոսությունը պրոֆեսորների արչեւ կարդում, նա մտքով իհարկե ամենավին չէր անցնի, որ 10-ամյակներ հետո կդառնա Հայաստանի ակադեմիայի նախագահ կամ միջազգային աստղագիտական միության նախագահ եւ 40-ից ավելի երկրների ակադեմիաների պատվավոր անդամ։ Պարոն Միքայելյան, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի բարեկամներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդում նվիրված էր 20-րդ դարի ամենից նշանավոր մեր հայրենակից գիտնականին Վիկտոր Համբարձումյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդիներին։